12 ամսկես մեկի թարավ էր, կտկտոց եկավ, դես սիգելով պիազ է, կինը սա դետ ինչ ծեն էր, սիալ ինչ ծեն էր, ծուն է դուսը, ու մե դես 15 ռոպեից հետև գարոց եկավ։ Կռոցն ու դղրդյունը լսելով Աշոտ Խուրշուդյանը տանից դուրս է եկել ու տեսել, որ կտուրն ամբողջությամբ փլուզվել է։ Մինչ տանտերը խոր էր, ինչ եղանակով է վերանորոգելու տանիքը, հարևանն էլ մյուս կողմից է ձայնում, թե տան պատն էլ է փլուզվել։ Պատճառաբանենք ծուն է, հա ծունը ինչ են ծունը որի կրշի վրեն ծուն չկա։ Բնական աղիտ է խոյզես ծունը չբերեցի վերոններով լացեցի վրեն, կամ է տրի լոմը քանդեցի որ պետությունը կանա է բանը մեն է։ Նստած էինք ցենը լսեցինք էլանք փլուզված էր աշտեն։ Ձմեռից ինչ որ ես չեմ պատկերացնել ինչ եղավ, ինչ որ մի խախտումը եղավ, կարող է հենց հոսք է կատագից, մի պատճառը կար քանդվավ։ Պատճառ անտարակույս եղել է։ Առատությունն է իր գործն արել, թե սողանքն է ակտիվացել, առանց մասնագետների համապատասխան եզրահանգման դժվար է ասել։ Այդ կոդին սողանքային կոդում չի գտնվում, եւ սողանքները այս բնակարանի փլման հետ ոչ մի կապ չունեն։ Բնակարանը փլվել է ցայն ծանրությունից, կդուրը իջել է, որի հետևանքով սեղմել պատի մի հատվածը փլել է։ Դա պատն էլ երևի նկատեցիք դուք տեսաք, որ քիրաջով է բանը կառուցված, երևի տարիների ընթացքում դա քիրաժը երկար տարիներ չի կարա դիմանալ, արդեն շինարարական խնդիրը չեմ կարող պատասխանել, որն էլ առիթ հանդիսացել փլվելով։ Կառույցն 50-ականների շինություն է, 88-ի երկրաշարժի ժամանակ այն արդեն վթարային է եղել, սակայն ինչպես տանեցիներն են հավաստում, վերանորոգել են, հարմարություն ստեղծել ու իրենց համար բնակվել, թեև վերանորոգումից հետո տանտակից հոսող ջրերն իրենց շատ շուտ զգացնել են տվել։ Տարիներ են հարցում կտյա, զերո, ջերի մեջ կճպա ինչ են, դա այստեղ արի քնի ելի, առավոտ կելիս մեջ կցավա, սիրտը կցավա, նամ տեղ ինչ քնիս ելիս։ Տների տակով հոսող ջուրն անհանգստացնում է գյուղի գրեթե բոլոր բնակիչներին։ Տասնյակ տարիներ առաջ համայնքում կառուցված դրենաժային համակարգն ըստ գյուղացիների արդեն մաշվել ու շարքից դուրս է եկել։ Սարից եկող ջուրն էլ անարգել լցվում է տները։ Բադ հան ջուրը մինչև լի պատագոնի, սա պատագոնից է տարակած, մի տեղում սալամատեղ չկա։ Բոլն ստեղ մի քիչ բարձր են արդեն նստելի։ Բոլն նստին, սա ջրի մեջ կորած է, սողանքի տակ է, ու հանել են որ սողանքի տակ չես։ Խնդրի առնչությամբ Արաբիի համայնքապետ Ալբերտ Այվազյանը նշեց, որ գարնան սկսվելուն պես, երբ Խուրշուդյանները ձեռնամուխ կլինեն տան վերանորոգման աշխատանքներին, համայնքապետարանը եւս աջակցություն կցուցաբերի։ Համայնքապետի խոսքերով խնդրին տեղյակ է նաեւ Շիրակի մարզպետն ու փոխմարզպետը։ Դեռ նախորդ տարի հրատապ խնդիրների լուծման նպատակով Շիրակի մարզին կառավարության կողմից հատկացված գումարներից բաժին էր հասել նաև արաբեցիներին։ Համապատասխան հանձնաժողովների կատարած ուսումնասիրությունների արդյունքում Արաբիի սողանքային խիստ վտանգավոր գոտում էր հայտնվել 11 բնակելի կառույց։ Այդ 11 ընտանիքներին հատկացվել էր 44 միլիոն դրամ։ Հաշվի առվել, թե մեր գյուղում մեկ բնակարան, մեկ բնակ մակերեսը ինչ արժի, հաշվի առնվել ընտանիքի անդամների թիվը, նրանց հասանելի քառակուսի մակերեսները, եւ այդ երկու ցուցանիշներով դուրս է հանվել աջակցության գումարի չափը։ Հատկացված գումարները դեռ չեն գտել իրենց հասցեատերերին։ Վերջիններս շարունակում են բնակվել սողանքային խիստ վտանգավոր միաժամանակ վթարային տներում։ Համայնքապետի վստահեցմամբ նոր տուն կառուցելու կամ ձեռք բերելու նպատակով ընտանիքներին հասանելի գումարները իրենց նպատակին կծառայեն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։